Բարև ձեզ, Ազատության լրատվականը սկսում է հայագիտական ձայն Արարատի հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք Արշակունյաց դինաստիայի մասին, մասնավորապես կանդրադառնանք Տրթատ առաջինին, Արտաշեսին, նրան հաջորդողներին, կհասնենք մինչև 200 թվականներ Խոսրով առաջինի գահակալման ժամանակաշրջանը։ Թեման կպատմի պատմաբան Գուրգեն Կարապետյանը։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, ասացի, որ պետք է խոսենք Արշակունյաց դինաստիայի մասին եւ կցանկանամ անմիջապես անցնել առաջին հարցին։ Այժմյան պատմագիտության մեջ ընդունված է ասել, որ Հայաստանում առաջին Արշակունի թագավորը եղել է Տրթատ, ով մասին չի հիշատակում Խորենացին։ Ով էր իրականում Տրթատ առաջինը, ինչ գործունեություն է ծավալել, ինչպես նաեւ անդրադարձեք նրա ժամանակաշրջանին։ Իրականում Տրթատը պատմական կերպար է, նրանից մեզ հասել են բազմաթիվ շինություններ, հայտնի է, որ նա վերականգնել է Գառնու տաճարը, պատերազմ է մղել ալանների դեմ, հռոմեական պատմիչները այս պահին ընդհանուր առմամբ ճիշտ են, պարզապես պետք է հաշվի առնել, որ թագավորների մոտ, հատկապես արևելքում կար ավանդույթ թագադրվելիս փոխել են իրենց անունը եւ փաստորեն Տրթատի ողջ գործունեությունը, եթե ուշադրել համեմատում ենք Մովսես Խորենացու մոտ նշված Երևանդին, ապա տեսնում ենք, որ դրանք նույն անձնավորություններն են, նույն պատմական կերպարներ են։ Ուրեմն, որպեսզի հասկանանք, թե ով էր Տրթատը իրականում եւ ինչ քաղաքական իրադարձությունների շնորհիվ բազմեց հայոց գահին, անհրաժեշտ է ընդհանրապես հասկանալ, թե ինչ իրավիճակ էր Հայաստանում եւ նրա հարակից պետություններում։ Ուրեմն նախ-առաջին նշենք, որ Պարթևական Պարսկաստանը բաժանվում էր 3 մասի իր քաղաքական ուղղվածությամբ։ Եթե արևմտյան մասը միջագետքը հիմնականում բնակեցված էր սեմական ցեղերով, նաև հունական քաղաքապետություններ կային եւ ունեին արևմտյան կողմնորոշում, այսպես կոչված հռոմեական, ապա հյուսիս-արևմուտքը եւ արևելքը, որոնք հիմնականում բնակեցված էին արիական ցեղերով, ուրեմն չունեն հռոմեական կողմնորոշում, այլ ցանկանում էին վերականգնել հին Աքեմենյան պետության գործունեությունը, քաղաքականությունը եւ ազգային մշակույթը վերականգնել։ Սկզբնական շրջանում փաստորեն արշակունիները հիմնականում հենվում էին հունական քաղաքապետությունների վրա եւ ունեին հռոմեական կողմնորոշում, պատահական չէ, որ դրամների վրա հաճախ նշվում էր հունասեր, հռոմեասեր, օգտագործվում էր հունական գինու գրականությունը, հունարեն տառերը, սակայն 12 թվականին մեծ փոփոխություններ տեղի ունեցան, իշխանության եկավ Արտավանը, որը արևելյան կողմնորոշում ուներ եւ փաստորեն նա սկսեց ակտիվ քաղաքականություն վարել երկրի միավորման, այդ շրջանում էր, որ նորից սկսեց վերականգնել զրադաշտությունը, նրա ժամանակ էր, որ փաստորեն սկսվեց վարել հակահռոմեական քաղաքականություն, սա հաշվի առնենք։ Սրա հետ մեկտեղ պետք է նշել, որ նաև մի քիչ ավելի ուշ Հռոմ տեղ ունեցավ հետաքրքիր իրադարձություն, երբ Կալիգուլա, որը իր մասին չափից դուրս շատ է գրվում եւ չափից դուրս սեվացվում է նրան, արևելքում կատարեց մի շարք փոփոխություններ, մեր համար կարևորն այն էր, որ նրա օրոք վերականգնվեցին հայկական թագավորությունները, որոնք գտնվում էին Հռոմի տիրապետության տակ, հանձինս փոքր հայքի, Կոմագենեի հյուսային միջագետքում ստեղծված եդեսիական թագավորության, սա կարևոր է նրանով, որ փաստորեն այս տարածքներում գոնե գիտենք հաստատ, որ Կոմագենեում եւ Եդեսիայում իշխանության գլուխ եկան հին հայկական թագավորական տները, Եդեսիայում մաքուր արշակունիները, իսկ Կոմագենեում նշում է, որ հին երվանդունիներն էին, սակայն նրանք արդեն տարիներ շարունակ ամուսնական կապեր էին ունեցել արշակունիների հետ եւ փաստորեն իրենց համարում էին արշակունի։ Նույն ժամանակ ուրեմն Հայաստանում իշխանության գլուխ էին եկել այսպես կոչված վրացի արշակունիները, սկզբում գահին նստեց Միղդատը, դրանից հետո դավադրաբար նրան սպանեց Ռադամիստը, որի մայրը ըստ հենց վրացական աղբյուրների հայ թագավորի դուստերն էր եւ փաստորեն ոչ միայն հայրական կողմից էր արշակունի, այլ նաեւ մայրական գծով ուներ արշակունի ծագում եւ փաստորեն այս դեպքերը
այսպես կոչված Միրդադի ամոթալի մահը ավելի ակտիվացրեց Պարսկաստանի պարթևներին, որպեսզի նրանք ավելի ակտիվ քաղաքական կուրս վարեն Հայաստանում, ասեմ, որ մի պահ այնտեղ Պարթևստանում գահակալական կռիվներ սկսվեցին, որը այդքան էլ էական չի Հայաստանի համար, բայց ի վերջո 51 թվականին Պարսկական գահի նստեց Վաղարշը, որը ավելի ակտիվ արևելյան քաղաքականություններ վարում, հետաքրքիր է այն, որ նա որոշում է իր մայրաքաղաքը տեղափոխել իր կառուցած նոր քաղաքը, որը կոչվում է Վաղարշակերտ, դա հենց պալեոյան լեզվով, որը նորից խոսում է այն մասին, որ այդ լեզուն շատ ավելի մոտ էր հին հայերենին, քան նույնիսկ պարսկերենին, եւ կերտ բառը տիպիկ հայերեն է։ Եվ սա փաստորեն իր աչքի առաջ ունենալով, որ արշակունների մոտ բավականին շատ է տարածված գահակալական կռիվները, իր մի եղբորը Բակուրին նստեցրեց մեդիայի գահին, իսկ Տրթատին, որը եղել էր քրմապետ, որոշում է նստեցնել հայոց գահին։ Հետաքրքիրն այն է, որ Մովսես Խորենացին էլ երբ խոսում է Երվանդի մասին, որը նորից նույն ժամանակաշրջանում է, բավականին հաճախ նշում է նրա սերտ կապը հոգևորականության հետ, եւ հավանական է, որ Գառնու տաճարի իրականում վերակառուցումը, որի մասին էլ խոսում է իր թողած արձանագրություն, վերաբերվել է նրան, որ հավանական է նա փորձել է մեր հին հավատը, ինչ որ զուգահեռներ անցկացնել զրադաշտության հետ, որն էլ ըստ Մովսես Խորենացու բավականին վատ է ընդունվել հայ նախարարների եւ հայ բնակչության կողմից։ 52 թվականին արդեն պարթևական զորքերը, որոնք ունեին նաեւ հայ նախարարների մի խոշոր մասի աջակցությունը, մտան Հայաստան եւ միայն այն, որ ընդամենը 2 տարվա ընթացքում կարողացան դերավել Հայաստանի մեծ մասը երկու մայրաքաղաքներով, խոսում է այն մասին, որ հայ բնակչությունը լավ էր տրամադրված այս արևելյան արշակունիներին, նաեւ կամ շատ հետաքրքիր բա, երբ Ռադամիստը փախնում է Հայաստանից, ասում են, որ նրա կինը հղի էր, իբր կնոջ խնդրանքով, որ չընկնի հայերի ձեռքը, խնդրում է իր ամուսնուն, որպեսզի ամուսինը սպանի իրեն։ Նրա կինը գետից հանվում է գյուղացիների կողմից եւ երբ ուղարկում են Տրթատի մոտ, նշում է, որ Տրթատը մեծ պատվով նրան ընդունում է, բուժում են նրա վերքերը եւ փաստորեն մնում է կենդանի, բայց պատերազմական գործողությունների առաջին փուլում փաստորեն հիմնական կռվող ուժերը Վրաստանն էր, որը ուներ Հռոմի իհարկե աջակցությունը, նաև Հյուսային Կովկասի ցեղերը եւ բավականին պասիվ էր գնում ռազմական գործողությունները, մինչեւ որ Հռոմը Հայաստան է ուղարկում Ներոնի Թեսա Կորբուլոնին, որը ասորիկի կառավարիչն էր նաև, եւ Ներոնը կարողանում է օգտվելով նրանից, որ պարթևական զորքերը հեռացել էին, որովհետեւ Պարսկաստանում սկսել էր ապստամբություններ եւ փաստորեն Տրթատը ստիպված է լինում մանր կռիվներով, նահանջելով հասնել մինչև Մեդիա Մարաստան, բայց փաստորեն հայերը պայքարը շարունակում են, որովհետև Կորբուլոնը երբ գրավում է Արտաշատը, հայտարարում է, որ ինքը չունի այդքան ուժեր Արտաշատը պաշտպանելու համար, իսկ բանակը հեռացած էր Հայաստանից, նշանակում է նրա դեմ կռվում էր հենց տեղական անկազմակերպ ուժերը, բայց նաև հայտարարում է, որ իր թիկունքին չի կարող թողել այնքան կարևորագույն ռազմական կետ, ինչպիսին Արտաշատն է, եւ հրամայում է բարբարոսաբար ավիրել Արտաշատը, որն էլ իրականացում է ամբողջ քաղաքը հողին է հավասարեցվում, բնակչությանը քշում են ստրկության եւ փորձում է գնալ Տիգրանակերտ, որը փաստորեն ավելի մոտ էր արդեն հռոմեական ասորիկին, Տրթատը լսելով դրա մասին փորձում է ազատել գերիներին, սակայն մասնակի հաջողության է հասնում միայն, Կորբուլոնը հասնում է մինչև Տիգրանակերտ հերյական ծագման կողմից արշակ ունի, որը հայտնի է որպես Տիգրան 6-րդ, այս թագավորը միայն հռոմեական լեգիոներով էր, որ կարողանում էր պաշտպանել իր իշխանությունը, որից հետո փաստորեն Կորբուլոնը լավ էր հասկանում, որ Հայաստանում փաստորեն ինքը հաղթանակի չի հասել, որի համար էլ հայտարարում է, որ ինքը ստիպված է պաշտպանել իր տարածքները, ասորիկը եւ հեռանում է ընդհանրապես Հայաստանից։
Դրանից հետո փաստորեն Տիգրան 6-րդը փորձում է իրեն միացրել նաև հայկական միջագետքը, զորքերով հարձակվում է Պարսկաստանին պատկանող Ադիաբենեի վրա, որն էլ փաստորեն առիթ է դառնում, որ հայ պարթևական զորքերը նորից մտնում են Հայաստան, Գորբուլոնա, ասենք որ լավ էր հասկանում, որ շատ խապստիկ է իր հաղթանակը, որի համար էլ կնքում է պայմանագիր, որը շատ ձեռնտու էր փաստորեն պարթևներին եւ հայերին, որի համաձայն պետք է երկու կողմի զորքերն էլ դուրս գային Հայաստանից, փաստորեն Հռոմը ճանաչում էր Տրտատին որպես հայոց թագավոր, իսկ Տիգրանը փաստորեն գանկեց էր արվում։ Վաղարշի պատվիրակությունը գնաց Ներոնի մոտ, սակայն Ներոնը լավ էր հասկանում, որ սա նշանակում է բացահայտ պարտություն, որի համար էլ հրաժարվեց ճանաչել Տրտատին հայոց թագավոր եւ Հայաստան ուղարկվեց մի նոր բանակ Պետոսի գլխավորությամբ, որը նույնիսկ հռոմեացիներն են ասում, որ այնքան էլ շնորհալի զորավար չէր, սա ընդամենը մի քանի բնակավայրեր աննշան գրավելուց հետո ուղարկում է նամակ, որ Հայաստան ինքը արդեն գրավել է, որի համար էլ Ներոնը ոգևորված հրամայում է հատուկ դրամ կտրել, որի վրա պատկերվում էր շղթայակապ Հայաստանը կնոջ տեսքով, գրվում էր, որ Հայաստանը խաղաղություն է խնդրում, Հայաստանը վերանվաճված է, բայց դրամը նոր էին կտրել ու փորձում էին մտցնել շրջանառության մեջ եւ լուր է գալիս, որ հայ պարթևական զորքերը Հռանդիայի դաշտում շրջապատել են Պետոսին եւ Պետոսը ստիպված եղել կնքել մի խայտառակ պայմանագիր, որի համաձայն ոչ միայն Թալանը, այլ նաեւ ողջ զենքը ստիպված էին հռոմեացիները թողնել հայերին, դրանից բացի նաեւ կատարում են մի խայտառակ արարողություն, որը Հռոմը մեկ էլ տեսել էր, երբ դեր քաղաքպետություններ, ուրեմն պատրաստում են 3 նիզակներից լուծ եւ ամբողջ հռոմեական բանակը չորեքտած ստիպված էին անցնել այդ լծի տակով, որով ցանկանում են հիշեցնել Հռոմի իր սկզբնական շրջանը, երբ նրանք գալերից խայտառակ պարտություն էին կրել եւ որից հետո այլևս ըստ հռոմեական պատմագրության նրանք այդպիսի նվաստացում չէին տեսել։ Եվ նույնիսկ Դիոն Կասիոսն է նշում, որ այնքան սարսափած էին հռոմեական զորքերը, որ նրանք Հայաստանից փախան մոտավորապես ամեն օր անցնելով այժմյան չափումներով 60 կիլոմետր ճանապարհ, բնական է, որ Ներոնը այս պայմանագիրը չէր ճանաչելու եւ նորից ուղարկվում է Գորբուլոնը Հայաստան, սակայն կար կոնկրետ հրաման, որ ոչ թե պետք է Գորբուլոնը շարունակել ռազմական գործողությունները, այլ պետք է կարողանար հասնել ոչ խայտառակ պայմանագրի, որպեսզի կարողանային ցույց տալ, որ Հռոմը չի պարտվել, այլ մեծահոգաբար Հայաստանին է վերադարձնում արշակունների թագավորությունը։ Հայերի եւ պարթևների միակ ցանկությունը դա է, նրանց համար այդքան էլ է պահին, երբ ահագին երկիրը վնասներ էր կրել, նշանակություն չուներ, թե Հռոմի պետական կարծիքը որն է, որի համար էլ նույն Հռանդիայում, որպեսզի շեշտվի հայ պարթևական հաղթանակի շնորհիվ է դա տեղի ունենում, սկսում են բանակցությունները մի կողմից Գորբուլոնի, մյուս կողմից Վասակ հայ զորավար նախարարի հետ, որն էլ այդ բանակցությունների ժամանակ հայտարարում է, որ Հայաստանը վաղուց արշակունների սեփականությունն է եւ որ հռոմեացիները անօրինական ցանկացել են զավթել Հայաստանը։ Դրանից հետո Դիոն Կասիոսը սկսում է երկար բարակ ավելորդ մանրամասնություններով նկարագրել Տրտատի գնալը դեպի Հռոմ, նշելով, որ արքունիքը 3000-ից ավել միայն պատվավոր հյուրեր ցամաքով 9 ամսվա ընթացքում, որտեղ նշում է, որ Տրտատը քրմապետ էր եւ իրավունք չուներ ջրով գնալու, ուրեմն հասնում են Հռոմ եւ օրը ծախսում է մոտ 200,000 ֆրանկ ոսկով, հսկա մի կարողություն, որը ծածկել է Ներոնը որպես նվեր Տրտատին, հետո նկարագրվում է ինչպիսի տոնակատարություն է, եւ տաճարները ոսկեզուծված եւ բոլորը միայն այն բանի համար, որ վերջում մի փոքրիկ նախադասություն է գրում, որ Տրտատը հանեց թագը, դեռ Հայաստանում դրեց Ներոնի արձանի առաջ եւ խոստացավ, որ միայն Ներոնի ձեռքից կվերցնի, իսկ Հռոմում ծնկի չոքեց եւ
Ներոնը թագադրեց նրան, որից եզրակացում է, որ իբր թե Հայաստանում թագավորները դառնում են նշանակովի Հռոմի կողմից, որը իրականում չի համապատասխանում ճշմարտությանը։ Թագադրումը տեղի ունեցել 66 թվականին, որի համար էլ պատմաբանների մեծ մասը Տրդատի կառավարումը հաշվում են 66 թվականից։ Գիտենք, որ մինչև ստույգ 87 թվականը Տրդատը, Մովսես Խորենացու Երվանդը իրականում կառավարել է Հայաստանում, դրանից հետո իշխանության գլուխ է գալիս արդեն մեկ այլ թագավոր Դիոն Կասիոսը, տեղեկությունները հիմնականում տալիս է կապված Հռոմ Պարթևստան առճակատման հետ եւ Հայաստանի մասին նշում է միայն այնքան, ինչքան որ դա վերաբերվում է հենց Հռոմ Պարթևստան հարաբերություններին։ Դրան հակառակ Մովսես Խորենացին գրելով, ասեցինք, Երվանդի մասին ավելի շատ մանրամասնություններ հենց տալիս է Հայաստանի ներսում իրականացված գործունեությունից, որից շատ լավ երևում է, որ իրականում այդ շրջանը եղել է Հայաստանի բավականին ծաղկման շրջան, հատկապես շինարարական գործունեության, Տրդատը ոչ միայն վերականգնել է Գառնին, ոչ ամբողջությամբ Արտաշատի վերջնական կառուցումը տեղի ունեցել նրանից հետո, գուցե դրա պատճառն այն էր, որ Երվանդը փաստորեն որոշում է ընդհանրապես փոխել մայրաքաղաքը եւ կառուցում է իր անունով երկու քաղաքներ, Երվանդաշատն ու Երվանդակերտը, որոնք բավականին գեղեցիկ կառուցված քաղաքներ էին, շատ լավ նկարագրությունը հասել է մեզ, նաեւ կառուցում է կրոնական կենտրոն Բաղարանը եւ հետաքրքիրն է, որ պահպանվում է այն նույն ավանդույթները, որը կար Պարթևների մեջ, ասենք, որ Վաղարշի փոքր եղբայր Տրդատը քրմապետն էր եւ մենք տեսնում ենք, որ նույնը կատարվում է նաեւ նրա ժամանակ, երբ որ արդեն ինքը դառնալով թագավոր իր փոքր եղբորը աստորեն նշանակում է քրմապետ Հայաստանում։ Մովսես Խորենացին նշում է, որ Երվանդը բավականին լավ վերաբերմունք է ունեցել նախարարների հետ, բոլորին փորձել է սիրաշահել, նվերներ տալ, որը նշանակում է, որ պետք է պետությունը բավականին աճեր, այսինքն նաև տնտեսության աճ կա, բայց նա այդ բոլորը բացատրում է նրանով, որ գտնում է, որ Երվանդը անօրինական է, որ Երվանդը միայն արշակ ուներ մոր կողմից, իսկ հոր կողմից փաստորեն նա անօրինական էր եւ անօրինական է նստել հայոց գահին։ Պարոն Կարապետյան, Խորենացին անդրադառնում է եւս երկու թագավորների մասին, Աբգարին եւ Սանատրուկին, ում այսօրվա պատմագրության մեջ կարծես թե չենք գտնում։ Կան խոսեք ավելի մանրամասն Աբգարի մասին, որովհետեւ նա պատմության մեջ հայտնի է հատկապես Հիսուսին նամակագրելու հետ կապված իրադարձություններով, ավելի մանրամասնեք նրա կյանքը, գործունեությունը, այն ինչ որ հայտնի է այսօրվա մեզ հասած գրականության մեջ։ Մովսես Խորենացին նշում է, սակայն այժմյան պատմիչները նրանց կամ համարում են առասպելական, կամ տեղափոխում են ավելի ուշ ժամանակները։ Դա մեկը Աբգարն է, որի մասին փաստորեն բավականին մեծ տեղեկություններ կան ասորական աղբյուրներում, խոնական աղբյուրներում։ Մովսես Խորենացին նշում է նրան որպես հայոց թագավոր եւ նշում է, որ Աբգարի մահից հետո Սանատրուկը փորձում է գրավել նաեւ Աբգարի որդիներից նրա թագավորությունը եւ փորձում է տեր դառնալ ամբողջ Հայաստանի։ Այս տողերի մեջ փաստորեն պարզ երևում է, որ ոչ Աբգարը, որտեղ այնտեղ նշում է, որ նա եղել է Գեդեսիայի թագավորը եւ նրա մահից հետո փաստորեն, որ իշխանության մեկ այլ հայ թագավորության նորից երևում է, որ այդ Սանատրուկը նույնպես կառավարել է Հյուսային միջագետքում, որովհետեւ Աբգարի կնոջը ասում է, որ տեղափոխում է Խարան, Խարանը դա գիտենք գտնվում է Հյուսային միջագետքում, այսինքն սրանք հայկական մեր նշած այդ թագավորություններն են, որոնք կամ գտնվում են պարթևական ազդեցության ոլորտում, կամ ասենք այն մեր ասած Կալիգուլայի վերականգնած հայկական թագավորություններ, այսինքն բում Հայաստանի թագավորությունների մասին Մովսես Խորենացին չի գրում, որովհետև իր աղբյուրը Օղյուբ Քրմապետը փաստորեն նշում է, որ մեհիական իր պատմության մեջ տվել է հայ թագավորների կենսագրությունը շարունակելով Մարաբաց կապինային եւ փաստորեն նրանց
որոնց ինքը համարում էր ոչ օրինական, այսինքն մեր ասած վրացական արշակունիները կամ նրանք չէր հետաքրքրել եւ փաստորեն չեն գրել Մովսես օրինացում չի ասել։ Եվ այդ դրանից հետո նա շարունակում է, որ այս Սանատրուկի որդիներից մեկը եղել է ուրեմն Արտաշեսը։ Ասեմ, որ Աբգար անունը ընդհանրապես բավականին տարածված էր Իսային միջագետքի կամ հայկական միջագետքի հայկական թագավորություններում, Աբգար է կոչվել նաև Ադյաբենի թագավորական տունը, նորից արշակունիներ եւ բավականին բաներ Ադյաբենի թագավորությունից եւ Եդեսիայի թագավորությունից որոշ բաներ նաև ուրեմն անցել են մեկը մյուսին ըստ մեր ասած ավանդազրույցների նաև ասորական աղբյուրների, որը ամենահավաստին են եւ աստորեն ապրել են հենց Աբգարի ժամանակ, նշվում է, որ Աբգարը եղել է ինչ որ հիվանդությամբ հիվանդացած է եղել, ասեմ, որ նրա զինակիցը նորից եղել է Բագրատ քրմապետը, ու նշվում է, որ երբ որ լուր է ստանում, որ աստորեն ծնվել է մեկը Հայաստանում, որը բուժումներ է անում, նաև աստորեն կենթանի Աստված, այն ժամանակ դեռ խոսքը չէր գնում Աստծո որդու եւ այլ կենթանի Աստված է, Աբգարը որոշում է մարդ ուղարկել նրա մոտ եւ հրավիրել իր պետություն եւ շատ լավ է մեջ է բերված նրա նամակը, որտեղ նա նշում է, որ իր երկիրը փոքր է, իսկ եթե նա ներ ամբողջ Հայաստանի թագավոր չէր կարող ասել, թե իր երկիրը փոքր է, որտեղ ասին կարևելքում գոնե պարթևներից հետո ամենատարածքով մեծ երկիրը Հայաստանն էր, իսկ Եդեսիային իհարկե իրական փոքր էր, նշում է, որ իր երկիրը փոքր է, բայց իրեն եւ Հիսուսին կհերիքի եւ առաջարկում է նրան գալ եւ բնակություն հաստատել Եդեսիայում, հայտնի է, որ նրա կինը ըստ Մովսես խորենացու, իսկ որոշ աղբյուրներով նրա մայրը արդեն եղել են քրիստոնյաներ, նշենք, որ այդ քրիստոնեությունը այն չէ, ինչ որ բերվեց Հայաստան, ուրեմն 4-րդ դարում, սա դեռևս չձևավորված մի հավատ էր փրկչի գաղափարով, որը փաստորեն անցել է մարդկային տանջանքների միջով, չարչարվել է ինչպես մարդ, հասկանում է, թե ինչ է նշանակում մարդկության ծանր վիճակը, որով էլ ուրեմն փաստորեն դառնում է իր վերածննդից հետո մարդկության փրկիչը, ու ասում են, որ գալիս են եւ ուրեմն Քրիստոսին հանձնում Աբգարի նամակը, Աբգարը Քրիստոսը հայտնում է, որ ինքը ունի այլ միսիա, բայց հայտնում է, որ իր մահից հետո փաստորեն իր աշակերտներից կուղարկի, որը կբուժի Աբգարին, նաև կքարոզի իր գաղափարները, կա մի շատ գեղեցիկ ավանդազրույց, որ ուրեմն փորձ է արվում նկարել Քրիստոսին, բայց ասում է Քրիստոսից լույս էր ճառագում, որ աստորեն չէին կարողանում նրա դեմքի մանրամասնությունները նկարեն, որի համար Քրիստոսը վերցնում է ուրեմն թաշկինակը, փռում երեսին եւ թաշկինակի վրա նրա պատկերն դուրս գալի, որն էլ ըստ ավանդույթի համարվում է, որ առաջին աստորեն Քրիստոսի նկարն է, որից հետագայում ձևավորվել են իկոնաները, որքանով է այդ ավանդույթը ճիշտ թե սխալ հայտնի չէ, սակայն իրական փաստ է, որ բավականին շատ նմանություններ կան, ինչեւ միջնադարում ստեղծված իկոնաներում, այսինքն Քրիստոսի պատկերի, որից երևում է, որ եղել է մեկը, որը փաստորեն դարձել է նախատիպը մյուս իկոնաների։ Դրանից հետո փաստորեն հայտնի է, որ նրա մայրը կամ կինը, ասենք ստույգ, չգիտենք, փաստորեն հիասթափված, ամբողջ իր ունեցվածքը վերցված հեռանում է Եդեսիայից, գնում է Եգիպտոս, վաճառում ամբողջ իր ունեցվածքը, գնում ցորեն, որտեղ այդ ժամանակ Երուսաղեմում սարսափելի սով էր սկսվել եւ այդ ցորենը հասցնում է Երուսաղեմ, Մովսես օրենացին նշում է, որ նրա մահից հետո նրան թաղել են պաշտների մոտ եւ ասում է, որ մինչեւ այժմ էլ կա, հայտնի է, որ իրականում էլ ուրեմն Երուսաղեմի դարպասներից մեկը կոչվել է Հռիփսիմեի դարպասներ,
Հենց վերաբերվել է այս Աբգարի կինը Քրիստոսի խաչվելուց հետո, գիտեք, ասում են, որ գալիս են նրա աշակերտները, տարածում է քրիստոնեությունը, բայց փաստորեն Աբգարի մահից հետո ասում են, որ փաստորեն քրիստոնեությունը չի արմատավորվում, Սանաթուրքը սկզբում խոստանում է, որ Եդեսյան, եթե հանձնվի ինքը թույլ կտա, որպեսզի ազատ Եդեսիայի բնակչությունը իբր թե ամբողջ Եդեսյան քրիստոնյա է դարձել, դավանեն իրենց հավատը, բայց ասում է հետո իր խոսքը չկատարեց եւ սկսեց ճնշումներ գործադրել ուրեմն Եդեսիայի քրիստոնյաների վրա։ Խոսել Հայաստանում քրիստոնեության նկատմամբ հալածանքների ճիշտ ասած չկա որևէ հիմք։ Պարոն Կարապետյան, այսօրվա պատմագրության մեջ բացակայում է Արտաշես Աշակունիների Արտաշես արքան, ում մասին Խորենացին շատ մանրամասն է գրում, սակայն այսօր այդ Արտաշեսը նույնացվում է Արտաշես ստրատեգիի հետ։ Իրականում ով էր Արտաշեսը, նրա կյանքի եւ գործունեության մասին եւս կցանկանամ, որ դուք մանրամասնեք։ Միջազգային հարաբերություններում տեղ ունեցան մեծ փոփոխություններ։ Փաստորեն պարտեվները նորից մտան գահակալական կռիվների մեջ։ Եվ բանը հասավ այնտեղ, որ 83 թվականին պարտևներն իրենց կամքով թույլ տվեցին, որ հռոմեացիները իրենց վրա վերցնեն Հյուսային Կովկասի այդ Լեռնանսկերի պաշտպանությունը Հյուսային Կովկասի ցեղից, որով փաստորեն նշանակում էր, որ Կովկասը պարտևները հանձնում են հռոմեական ազդեցությանը։ Հռոմին ձեռնտու չէր, որ Տրթատը, որը արյունակցական կապեր ուներ պարթևական արշակունների հետ, շարունակել ժառանգական կառավարումը եւ բնական է, որ Հռոմը պետք է փորձեր իշխանության բերել այն հին արշակունների տոհմը, որոնք արդեն հայացել են, նաեւ բնական է, որ կար մրցակցություն պարթևական արշակունների հետ, նրանք ապահովում էին իրենց ազդեցությունը Հայաստանում եւ դա լավագույն հենց տարբերակներ Մոսես Խորենացու ասած տեղական արշակունիներից էր եւ բնական է, որ եւ Թերմապետը, որը ասեցինք հանդիսանում էր հայ արշակունիների հարստության պատմիչը, պետք է փորձեր դրանից առաջվանը ցույց տալ որպես անօրինական, այն որ ասում են, որ Երևանը նոր կողմից արշակունի էր, հավանական է, որ պարթևական այդ ընտանիքը ամուսնական կապերով կապված էր նաև տեղական հայ արշակունի հետ, որոնք ասենք ունեին տեղական թագավորների կարգավիճակ։ Այժմյան մեր պատմիչները նշում են, որ իբր մեր նշած Արշակ II-ը իր գործունեությամբ կրկնում է Արտաշես ուրեմն ստրատեգին, որը իրականում սուտ է, ասենք նրանք նշում են, որ երկուսն էլ արշավել եւ գրավել են Կասպիան երկիրը, եթե ասենք ստրատեգ Արտաշեսը բացահայտ նշում է Ստրաբոնը, որ գրավեց եւ իրեն միացրեց, ապա մեր նշած Արտաշեսում նշվում է, որ այնտեղ տեղի ունեցավ ապստամբություն եւ փաստորեն ճնշվել է ապստամբությունը, որոնք տարբեր բաներ են։ Նաեւ շեշտում են հայ-վրացական ընդհարումը, նշելով, որ դա իրականում պետք է տեղի ունեցած լիներ երկրորդ դարում, որը նորից խիստ տարբերություններ կան։ Կարևոր է այն, որ այժմյան մեր նշած Արշակունի Արտաշեսը փաստորեն որևէ գործողություն չի իրականացրել Արևմտյան Հայաստանում, այն դեպքում, երբ ասենք ստրատեգ Արտաշեսը իր կարևորագույն գործողությունները տարածքների միավորումը հենց իրականացնում է Հայաստանի արևմտյան տարածքներում, որը նորից ցույց է տալիս դրանց տարբերությունը, նաև ալանների հարցը, մենք ասենք, որ 70 թվականներին տեղի ունեցավ ալանների մի արշավանք Հայաստան, որը կարողացավ կանգնեցնել Տրթատը, բայց նաև տեղի ունեցավ երկրորդ արշավանք, որը խիստ տարբերվում է առաջինից, առաջինում երբ որ նշվում է, որ հենց անմիջապես ասում են Գորգետ եւ հարձակում Հայաստանի վրա, ապա երկրորդ արշավանքը տեղի է ունենում Մարաստան, հետո Հայաստան եւ այս պատերազմին է, որ մասնակցել է մեր նշած Արտաշեսը, իսկ ալանները Քրիստոսից առաջ երկրորդ դարում չկա որևէ նշում, որ արշավեին Հայաստան, նաև չկա սարմատների եւ վրացիների զինակցության մասին, որ այդտեղից, այսինքն սրանք փաստեր են, որոնք բացառապես
բաժանում են իրարից եւ ցույց են տալիս, որ դրանք իրականում եղել են երկու առանձին թագավորներ իրենց առանձին գործունեությամբ։ Հայաստանը սկսում է հարկ տալ Հռոմին, հավանական է սա հենց կապված է մեր նշածի հետ, որ աստորեն Հռոմն էր աջակցել նրան եւ պարթևներին հակառակ Արտաշեսին բարձրացրել էր իշխանության եւ աստորեն Արտաշեսը զգում էր իր կախվածությունը Հռոմից, Տիգրան Մեծից սկսված, ուրեմն երկրորդ գահ Հայաստանում այդպեսին վերացել էր, որովհետև Տիգրանը դառնալով արքայից արքա հայոց երկրորդ գահը փաստորեն Պարթևստանն էր։ Արտաշեսը վերականգնում է Աժդահակի տոհմից ձևավորված մուրացմանների տոհմի երկրորդական գահը, նաև շեշտվում է Զմբատ Բագրատունին, որը շատ բաներ արել իշխանության բերելով Արտաշեսին, ուրեմն նշանակում է ընդհանուր զորքերի հրամանատար, նաև ուրեմն նրա ամուսնությունը Սաթենիկի հետ բավականին տրամաբանական է եւ հետաքրքրն է, որ Մովսես Խորենացի նշում է, որ Ալանների պարտությունից հետո, ինչպես հաճախ է կատարվում, Արտաշեսը կին է վերցրել նաև Ալանների արքայադուստրին, որով փաստորեն նաև ապահովել է սահմանի ամրությունը եւ մենք տեսնում ենք, որ դրանից հետո իրականում էլ այլևս Ալանները չունեն այդպիսի թշնամական դիրք մեր նկատմամբ, ինչեւ որ ընդհանրապես Ալանները որպես այդպիսի հզոր ժողովուրդ դադարեցին գոյություն ունենալուց կախված այլ ցեղերի արշավանքների հետ։ Պարոն Կարապետյան, հունահռոմեական պատմագրության մեջ այս շրջանը ներկայացվում է նաև այլ թագավորներ, ովքեր են նրանք, մանրամասնեք այդ թագավորների մասին եւս։ Հռչատից հետո փաստորեն հռոմեական պատմիչները Հայաստանին չեն անդրադարձել իրականում, նշում են միայն կծկտուր տեղեկություններ կապված Տրայանոսի արշավանքի հետ դեպի Պարթևստան եւ այնտեղ խոսվում է երկու հայ թագավորների մասին եւ Պարթամասիրի մասին, նշելով, որ սրանք պետք է որ շատ երկար թագավորած լինեին, բայց որովհետեւ նորից տարածություններ մնում, մեր ասած Սանապլուկին տեղափոխել են հետ, դարձել ամբողջ Հայաստանի թագավոր, արդեն Արտաշեսի կառավարման վերջին շրջանում փաստորեն նա զրկված էր կառավարելու իրավունքից, որովհետև նրա որդին Արտավազդ Չարը սկսում է իշխանությունը հավաքել իր ձեռքում, սկզբում նշվում է, որ Մուրացանի տոհմը, որը Տիգրան II-ի ժամանակ նրանց խլվել էր երկրորդ գահը, Արտաշեսը նորից վերականգնում է նրանց պաշտոնը եւ ուրեմն Արտավազդը նախանձելով դրան սկսում է մեղադրել այս տոհմին փոքրիկ նշումներով նաև գնում են ամասը, որ փաստորեն Սաթենիկը սիրահարված էր այս տոհմի նահապետի վրա։ Փաստորեն երկրորդ գահը խլվում է նրանցից, որից հետո նաև խնջույքի ժամանակ փոքր առիթի հետևանքով սկսում է նաև այդ տոհմի գլխավոր ներկայացուցիչների ոչնչացումը, որից հետո Արտավազդը նաև Սմբատին կարողանում է հեռացնել սպարապետի պաշտոնից եւ ինքն է դառնում գլխավոր զորքերի հրամանատարը, նաև արևմտյան զորքերի հրամանատարը հայ հռոմեական պատմության մեջ, երբ որ խոսք է գնում ուրեմն Աշխադարի մասին, դեռևս ուրեմն 1906 թվականին կարծիք հայտնեց, որ հավանական է, որ հռոմեական պատմության մեջ նշվող այս Աշխադարը հենց փաստացի նշանակում է Արտավազդ Չար Շադարը, այդ նշումից նաև Մովսես Խորենացու գրածներից կարելի է պարզորեն տեսնել, որ Արտավազդին հովանավորում էր Հռոմը, ի հակադրություն նրա մյուս եղբոր Մաժակի, որի մասին Մովսես Խորենացին նշում է, որ այս Տրայանոսը, երբ սկսում է իր պարթևական արշավանքը, գալիս է Տրայանոսի մոտ, վատաբանում է իր եղբայրներին, նշելով, որ Հռոմի համար լավ կլինի նրանց հեռացնի իշխանությունից, որը համապատասխանում է հռոմեական պատմիչների մոտ նշվող Պարթամասիրի մասին, նշելով, որ երբ Արտավազդը հեռացվում է գահից եւ Պարթևների աջակցությամբ իշխանության գալիս Պարթամասիրը, Տրայանոսը փաստորեն պարթևական արշավանքի ժամանակ որոշում է նաև պատժել հայերին,
եւ Բարդամասիրը գալիս է նրա մոտ եւ ասում որ ինքն է օրինական թագավորը, որ շատ լավ կլինի, իսկ նրա անունը փաստորեն որոշ պատմաբաններ գտնում են, որ հենց նշանակում է Պարթև, այսինքն Պարթևների կողմնակալ եւ մաժակ անունների միացումն է, ասեմ, որ հռոմեական պատմության մեջ չափից դուրս շատ կան այդպիսի դեպքեր, երբ անուններն աղավաղվում են կամ ասենք անունը եւ մականունը միացում է իրար, որով դառնում է բավականին համոզիչ եւ նորից նույն Դիոն Կասիոսը, ինչպես խոսեցինք Տրթատի գնալու մասին, տեսնում ենք նույն ոճը այստեղ, երբ ուրեմն չափից դուրս ավելորդություններ, մանրոնքներ են նկարագրում, թե ինչպես ասենք Բարդամասիրը գալիս է նրա մոտ, նորից նույն ձև անում է թագը, դնում է նրա ոտքերի տակ, որից հետո փաստորեն Տրայանոսը վերցնում է թագն ու ասում որ դու արժանի չես թագավոր լինելու, հետո խնդրում է որպեսզի միայնակ իրենք զրուցեն, դուրս գալուց հետո Տրայանոս հայտարարում է թե բոլորի առաջ ասա թե ինձ ինչ ես ասել, այլ հայտարարում է որ ինձ ոչ մի ճակատամարտում չես հաղթել եւ որից հետո ասում է որ Տրայանոսը անիմաստի նախադասություն թույլ է տալիս որ Պարթևները հեռանան, իսկ հայրին հայտարարում է որ սրանից հետո ես եմ ձեր արքան Մովսես Խորենացին նշում է որ մաժակը փաստորեն գալիս է Տրայանոսի մոտ, իսկ ես ասացի որ արդեն հռոմեացիները պաշտպանում են Արտավազդին եւ նրա բերված փաստերը փաստորեն չի համոզում Տրայանոսին ու հավանական է Տրայանոսը լուր է տալիս Արտավազդին եւ Արտավազդը իր եղբորի հետ հայտնում է որ երբ մաժակը գնում է միայնակ, նրանք հարձակվում, սպանում են նրան եւ թաղում։ Երբ որ ուշադիր նայում ենք, տեսնում ենք, որ հռոմեացիները փաստորեն Արտավազդի մասին գրել են բավականին երկար տվյալներով եւ նրան փաստորեն ներկայացրել են որպես հայոց թագավոր, նկատի ունենալով, որ փաստորեն Արտաշեսը իր գահակալման վերջում իրականում արդեն իրավ թագավոր չէր եւ ամբողջ իշխանությունը անցել էր Արտավազդի ձեռքը, այն որ ասենք Արտավազդի մահը, որը մինչեւ այժմ էլ անհայտ է, անհայտ կորել է, թե ինչ Մովսես Խորենացին փորձում է ավանդույթները նորից ստուգաբանել, փորձում է դրանց տալ գիտական իմաստ եւ հայտնում որ երբ նա գնում էր հանկարծակի մթագնել է ուղեղը նրա եւ ինքը ընկել է մի հատ փոս ջահիչ ու հավանական սխեղդվել մահացել է իրականությանը մոտ կարելի է համարել առասպելական մասը որ հավանական է կամ Պարթևների դրդումով դավադրությամբ ուրեմն սպանվել է նա եւ փորձ է արվել իշխանության գլուխ բերել Պարթևներին ավելի ցանկալի թագավոր, որը փաստորեն չիրականացավ Մովսես Խորենացին, դրանից հետո շարունակում է, որ իրար հաջորդել են Արտաշեսի մյուս որդիները, որոնք փաստորեն նշանավոր գործեր չեն արել, որի համար էլ ինքը մեծ նշանակություն չի տվել, չի գրել նրանց մասին մանրամասներ եւ փաստորեն այս արշակունների տոհմը, որը նորից եմ ուզում շեշտել, շրջանը անհրաժեշտություն կա շատ լուրջ ուսումնասիրման եւ համոզված եմ կհայտնաբերվեն նոր ավելի հետաքրքիր մանրամասներ, փաստեր եւ կամբողջանա պատմությունը, սակայն կարող ենք ընդհանուր ասել, որ մինչեւ Պարթևների ավարտը Պարսկաստանում, այսինքն մինչեւ 226 թվականը Հայաստանը կառավարել են Հայաստանից ամենայն հավանականությամբ սերված արշակունները, որոնցից նշանավոր եղել է Վաղարշը, որը հիմնել է Վաղարշապատը, հետո դրանից հետո նրա որդին։ Շնորհակալություն պարոն Կարապետյան, սիրելիներս, այսօր այսքանը, հիշեցնեմ, որ դուք դիտում եք Ազատ ձայն լրատվականի Ձայն Արարատի հայագիտական հաղորդաշարը։ Հաջողություն կհանդիպենք։